Հայ հասարակությունը դեռ գտնվում է վախի ազդեցության տակ, և քաղաքացին չի կարողանում իր ազատ կամքն արտահայտել։ Այս մասին այսօր People Matter մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։ Մարդկանց իրավունքները դեռ օրենքով պաշտպանված չեն։ Այս ընտրությունների գործիքներից մեկն էլ եղավ հարկադրանքը։ Նոր որակ ընտրություններում չի եղել, եւ այն խոստումները, որոնք վերաբերում էին ազատ արդար ընտրությունների անցկացմանը, մենք չտեսանք։ Վերջինս նշեց, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը կլինի ժամանակավոր կառավարություն, ինչը քաղաքագետի դիտարկմամբ պարտություն է հենց քաղաքական համակարգի համար։ Ըստ ինձ սա լինելու է ժամանակավոր կառավարություն։ Այն պարզ տրամաբանությամբ, որ եթե չկա կարողություն որևէ հարց լուծել իր ավարտում տեսքով, ստիպված ես դա կարգավորել ժամանակավոր ինչ-որ մի եղանակով։ Քաղաքագետը կանխատեսում է, որ առաջիկայում արտագաղթը կրկին կակտիվանա։ Անդրեաս Ղուկասյանն նաև նկատում է, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունը մեծ դեր խաղաց ընտրությունների ժամանակ։ Քաղաքացիական հասարակությունը սկսում է փոխել իր վարքագիծը, էքսպերտային եւ այսպես օժանդակ կարգավիճակից մտնում է ակտիվ գործողությունների դաշտ, մտնում է այն տիրույթները, որտեղ դասական քաղաքական ուժերն են իշխել եւ հիմնական պերսոնները, ակտորներն են եղել։ Ընտրությունների ժամանակ օգտագործվեցին ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսները, այլ ադմինիստրատիվ տոտալ հարկադրանքը։ Եվ խնդիրը ոչ միայն այն էր, որ մարդկանց ընտրակաշարք ենք տալի, այլ նաև որ մարդկանց ստիպում են այդ ընտրակաշարքը վերցնել։ Եվ մինչև վերջին իսկ մարդ վերահսկողության տակ էր։ ՀՀԿ-ն ռեալ խնդիր ունի կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, եւ դրա նպատակը պարզ է։ Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից Սերժ Սարգսյանը չի ուզում պոտենցիալ մրցակից ունենալ։ Նման կարծիք հայտնեց Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։ Ըստ Դանիելյանի, ԲՀԿ-ն կոալիցիա կազմելով կդառնա հերթական ՕԵԿ-ը։ Կազմվի կոալիցիա թե ոչ, միևնույն է, քաղաքական դաշտը սպառված է։ Ղուկասյանի խոսքով ԲՀԿ-ի այս անգամ հավաքած մեծ թվով քվեները հիմք են տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվելու հնարավորություն կունենա։ Ամփոփելով քաղաքագետը նկատեց, որ ազգային ժողով անցած փոքրաթիվ ընդդիմադիր գործիչները չեն կարող օրակարգ փոփոխել։ Անի Մարկոսյան, Սիրակ Օհանյան, Սլաքեյ։